Ողջույն բարեկամներ։ Այսօր արդեն ապրիլի 8-ն է Երևանում, մեզ մոտեղ 7-ն ենք, եւ այսպես ուզում ձեզ ծանոթացնեմ այսօրվա նորություններին, որոնք շատ են։ Այսօրվա մասը զգալի շատ է։ Ուրեմն վերցնում ենք սուրճի գավաթը, հարմար տեղավորվում ենք, ու ես գիտեմ, որ ամբողջ աշխարհը սպասում էր այսօր ապոկալիպսիսին, ասեմ, որ հետաձգվում է։ Հենց նոր կարդացի Trump page-ի վրա, որ հերթական անգամ հետ քայլ է արել, հիմա էլ 2 շաբաթ ժամանակ է տալիս, ընդ որում, Ալեքսան սա մասին հերթով խոսանք, իսկ հարցումը սկսենք տեղական նորություններով։ Ես մարդկանց ցույց կտամ այդ պատերազմը, այն կդարձնեմ տեսանելի, հետո դուք կպարտվեք ձեր պատերազմում։ Նիկոլ Փաշինյան, Երկրի հակառակ կողմը, H 341։ Ասեց ու արեց, ընդ որում ես գիրքը գրել է 2008-ին, ասում են, սկսել է գրել 2008-ից, պահպանվել է, տպվել է, պահպանվել է տալես հրատարակչության պայեսներում եւ միանգամից ցպվեց ժողովրդի մեջ, իբրս պատահական հենց 2018 թվականի մայիսին, երբ որ Սերժ Սարգսյանը սրան նշանակեց վարչապետ։ Ինչ է կարծում Սերժ Սարգսյանը չգիտեր այդ գրքի բովանդակության մասին կամ սրա ծրագրերի մասին։ Իհարկե գիտեր։ Լավ, գնանք լսենք մեր մայրիկին։ Անդրանիկ Քոչարյան, պատկերացրեք, որ ձեր խոսքերքը ինձ նույնիսկ չի նեղացրել։ Գիտեք ինչու։ Որովհետև դուք այնքան մեղք եք։ Ձեզ հիշեցնեմ, որ Անդրանիկ Քոչարյան երևույթը ասեց իմ տղան չի ծառայում, որովհետև մեծ արժանինքներ ունի եւ լավ կրթություն։ Այդ համար ինքը չի ծառայում։ Պատասխանը լսենք զոհվածի ծնողից։ Ու շատ էժան մարդիկ եք։ Էժան գիտեք, չէ՞ որ նա ռուսերեն լավ այշում, հնչում, դիշովկա։ Անդոն, լսա, մենակ դու չէ, բոլորի տա վերաբերում։ Եթե դուք մտածում եք ձեր որդին բարձրակարգ մարդ է, հազար ներողություն։ Այս տղային տեսնում եք, ընդամենը իր 21 տարեկան հասակում մեկ պատերազմ եւ մեկ մարտական գործողություններ անցած ուղի ունի։ Կյանք փրկած, սպայի կյանք։ Պետական խաչ Ջաբրայելի դուրս բերած բազմաթիվ փաստաթղթերով 23 թվականին միջև վերջ մենակ 812 մարտական դիրքում իր կռիվը տարած։ Տեսած կլինեք իրան շատ։ Եվ ուզում եմ ասեմ, որ այնպես չի, որ նա գիտելիքներ չուներ։ Եվ գիտելիքներ ուներ, եւ նախասիրություններ ուներ, եւ արդեն ոչ մի անգամ իր անհատական ցուցահանդեսն ենք կազմակերպում։ Իսկ ինչ է արել ձեր որդին հայրենիքի համար։ Ես թվարկեցի իմ որդին ինչ էր արել։ Հայրենիքի համար իր 21 տարեկան կյանքում։ Իսկ ձեր որդին ինչ է արել։ Մտեք եռաբլուր մի հատ տեսեք ինչ գենաֆոնդ եք թողել այնտեղ։ Ձեր իսկ դավաճանած ամբողջ այդ գույտով դավաճաններից հետևանքով։ Նենց որ գիտեք ինչ։ Ես գիտեք ինչու եմ այսքան հանգիստ, որովհետև երբ որ ես արդեն նայում եմ ձեր հայտարարությունների վրա, ոչ միայն ձեր եւ մնացածների են, որ միֆ են ասում, չգիտեմ ինչեր են ասում։ Ուղղակի դուք ծիծաղելի եք։ Արդեն չգիտեք ոնց ռուսեն ասած как задеть человека։ Անինքնասեր մարդիկ։ Գնացեք ու հիացեք։ Աստված ձեր որդուն լիքը առողջություն տա։ Լիքը։ Մի քիչ էլ ձեզ խելք տա։ Դե գնացեք հանգստացեք հիմա։ Անդրանիկ Քոչարյանի անունը լսել անգամ չեն ուզում շատ քաղաքացիներ։ Դրա անունը տալիս ես ներվային անունը։ Կարկառուն ԿՊԱԿ-ը 2 շաբթի սկանդալային հայտարարություն էր արել։ Հարցին, թե ինչու իր որդին չի ծառայել բանակում, ԿՊԱԿ-ը պատասխանել էր.
Շատ բարձրակարգ տղա է իր տղան։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո։ Այսինքն բանակում ծառայում են միայն ցածրակարգ տղաները։ Հարցնում են բանակում ծառայած տղամարդիկ ու ցածրակարգ պատգամավոր անվանում Պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահին։ Եթե մենք ծառայենք, ուրեմն ցածր ենք, իհարկե ոչ, հակառակը, մենք տղամարդ ենք դառել, ամեն դեպքում մարդ ենք դառել։ Բանակը այն տեղն է, որ ասենք պետք է ամեն մեկը ծառայի։ Որ ցածրակարգ լինի, գնայ ծառայելու հայրենիքիս համար։ Եվ այսօր տղա որպես տղա չգնաս ծառայես, հայրենիքի պարտքը չտաս։ Էսի հետ քարա հասկանում եմ քնած։ Սա բարակ եմ ծառայում, ներքին զորքեր եմ ծառայում, երկրապահ եմ եղել։ ԿՊԱ-կանի աղմկահարույց հայտարարությանը կոշտ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի նախկին շտաբի պետը։ Հորդորում զռռոցներին ուշադրություն չդարձնել։ Էսել զավարած կերկտած ուշադրություն դարձ։ Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել, բայց ոչ թե իր ասացի համար, այլ քանի որ իր խոսքը շահարկումների ու տարակարծությունների առիթ է տվել։ Դա Facebook-ի իր էջում ԿՊԱ-կանը գրել է, թե ընդամենն ուզել է ասել, մեր երկրում օրենսդրությամբ արժևորվում են կրթությունը եւ գիտական գործունեությամբ զբաղվելը։ Ավելի ուշ խորհրդարանում ֆակտորի տեսախցիկի առաջ անկեղծացել է, չի փոշմանել ասացի համար։ Ինչու փոշմանեցիք, կպարզաբանեք։ Թիմում Բանից չեմ փոշմանում։ Ստացել է որ սխալ է եղել։ Ներելի չի իր ասածը դե անմիտ է։ չէ ընկերներ ջան, չի փոշմանել այդ տականքը։ Սրանք ոչ մեկ չեն փոշմանում ոչ մի բանի համար։ Սրանք ասում են ինչ որ մտածում են, բայց գնանք Դա ուրեմն իր ասվածը եղել զուտ։ Անդրանիկ Քոչարյանը արդյոք շահարկում է համարում նաև իր կուսակցի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ գրել է, թե մեծ ցավ է ապրում իր կուսակցի թույլ տված անզգույշ հայտարարության համար։ Իսկ անզգույշ չէ, ստոր։ ինչ հիմքով է Անդրանիկ Քոչարյանի որդին ազատվել բանակում ծառայությունից։ Երևան Today հարցմանը ՊՆ-ն պատասխանել է, որ падգամավորի որդին 2 զորակոչ է բաց թողել հիվանդության պատճառով։ Ես կարծում եմ մեր հանձնաժողովը Մինչդեռ նրա հայրը գլուխ է գովում, թե իր բարձրակարգը գիտական նվաճումներով տարված լինելու պատճառով չի կատարել պարտքը հայրենիքի հանդեպ։ Իրական բարձրակարգ տղաները նրանք են, ովքեր եւ սովորում են, եւ ծառայում, ասում են Երևանում։ Ես անձամբ սովորում եմ հիմա համալսարանում ու հաստատ այդ կարգի մարդ ինձ չեմ դասում, ավելի գլուխս վեր։ Սովորել եմ, կիսատ թողել, ծառայել, եկել վերականգնել ուսումը։ Ինչու Փաշինյանը չի պատժում Անդրանիկ Քոչարյանին իր խայտառակ հայտարարության համար։ Փորձագետները նկատում են, ընտրությունների շեմին ԿՊ առաջնորդը չի ուզում նեղացնել կուսակցության կարկառունին։ Չի ոնց թե պատժի։ Ոնց կարա Անդոյին պատժի։ Բա այս պատերազմների մանրամասները որ հանկարծ ջրերից դուրս գա, ոնց կարա Անդոյին պատժի։ Այ Անդոն կարա պատժի Նիկոլին։ Բայց Նիկոլը Անդոյին ոնց կպատժի։ Հետո ինչ համար պատժի որ։ Անդոն չի ասել մի բան, որ Նիկոլը չի ասել։ Անդոն կրկնել է այն ինչ որ Նիկոլն է ասում։ Անդոն ուղղակի ձևակերպել է այն ինչ որ ամբողջ ԿՊ-ն է մտածում ու խոսում են իրաց մեջ։ Ոչ մի նոր բան Անդոնը չի ասել ու չի հակասում Ճիվաղի կարծիքին։ Այնինչ, առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի բուժքույր նախագահը ստիպված եղավ լքել պաշտոնը իր այն վիրավորական մտքի համար, թե պետությանը պետք են ոչ միայն զինվորներ, այլև գլուխներ։ Մոսոնա, Մովսես Հակոբյանն է անդրադարձել, թե էշ է էլի զրած, ինչու եք ուշադրություն դարձնում։ Չէ, Մոսո, էշ չի, ոչ էլ զրած։ Սրանք բոլորը պարապած հանցագործներ են, պարապած, մի թեթևացրեք իրանց մեղքը։ Էշ են բոլոր նրանք, որ մտածում են իրենք են էշ, սրանք պարապած տականքներ են, պարապած, որ ինչ որ ինչ ասեց, սա իրենց ներքին խոհանոցում տրամադրություններն է, բառամթերքն է, եզրակացություններն է, ու մի քիչ տարօրինակ չի, որ անդացած բլթցնում են, հետո ասում են ներողություն, հետո ասում են չեմ փոշմանել։ Ոնց որ Փաշինյան Նիկոլը։ Ոնց որ Փաշինյան Նիկոլը ասեց կներեք, արեք ես ներողություն խնդրեմ ու միանգամից իր մեդիաների քսի տվեց այն կնոջ վրա։
Եվ այդպես շարունակ, կարելի է հա հիշել, այսպես անընդհատ հիշել։ Չէ, սրանց ոչ մի բան պատահական չի։ Ուղղակի մարդ ունի ենթագիտակցություն։ Դժվար է իրան կառավարելը։ Մանավանդ էմոցիոնալ վիճակում ենթագիտակցության մեջ ինչ կա, ինչը որ կրկնվել է, ինչ որ անկեղծ մտածում են, ինքը թռնում է դուրս։ Այ Փաշինյան Նիկոլի մոտ մշտական ատենց է։ Ինքը կարող է սկսում է մի բառով, բայց քանի որ մոռանում է, որ պետք է չխոսա, իր էմոցիոնալ վիճակում սկսում է դուրս տալ այն ինչ որ գլխում իրականում կա։ Նույնը եղավ Անդոնի հետ։ Մի ասեք սրանց էշ։ Սրանք էշ չեն։ Սրանք էշությունից չի որ դա անում են։ Սրանք պարապած սրիկաներ են։ Դավաճան, թշնամի։ Թշնամի։ Երբ հիշում եք Երեք Հայկ Սարգսյանը որ ասաց 44,000-ից բանակի թիվը իջացել են 14,000-ի։ Սա այնա ինչ որ Ալիևն է պահանջում։ Դրա մասին հայտարարություն չեն արել, որ իջացնում են, բայց փաստորեն Հայկ Սարգսյանը երեք բացահայտեց դավաճանություն, դիվերսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նույնիսկ այդ 44,000-ը չի բավականացնում Հայաստանի ամբողջ տարածքը սահմանով վերահսկելու համար։ Հիշեցնեմ, երբ որ մենք ունենք 44,000, մենք շփման գիծը թուրքերի հետ շատ ավելի կարճ էր։ Պլյուս Արցախի բանակ։ Իսկ հիմա այդ գիծը շատ ավելի երկար է, լայն է, ամբողջովին շրջապատված ու փաստորեն դրան գումարած նաև 3.5 անգամ կրճատել են 3.5 անգամ կրճատել են հայկական բանակի թիվը։ Ու դա սկսվել է այս պատերազմից առաջ։ Պատահական է, չէ։ Իսկ պանան երկում ասում է 2025-ին զորակոչիկների թիվը ավելացել է։ 2025-ին, իսկ մինչև 2025-ը, այսինքն եթե 2024-ին եղել է 12,000, 2025-ին դարձել է 14,000, նշանակում ավելացել է։ Փաստենա որ հիմա կա 14,000։ Ու սա ադրբեջանցիները լավ գիտեն։ Ու լավ գիտեն որտեղ ինչքան ուժ կա, ինչ ռեսուրսներով, ինչ հնարավորություններով։ Իրանք փաստորեն առանց մի կրակոցի սպանեցին նաև հայկական բանակը։ Իշխանության վրա պահելով Փաշինյան Նիկոլի ու իր ինչ ասեմ դրանց այդ բառ չկա ասելու։ Այդ դավաճանակույտին պլյուս իրանց պրոպագանդոններին, որոնք նույն Փաշինյան Նիկոլն են, որոնք նույնքան մեղսակից են այս ամբողջ հարցազրույցների մեջ։ Ու ես ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Այն օրը որ մեծ ձեռը հնարավորություն եղավ, ես իմ վերջի ռեսուրսներն եմ դնելու, որ դրանք բոլորը ոչ մեկ դրանցից չպրծնի, գան կանգնեն են պատի տակ, դատարանի պատի տակ, հա, դատարանի պատի տակ, ու մտնեն ներս։ Ձեզ ներում չկա։ Ու դա կարևոր չկլինի հունիսի 7-ին, հունիսի 8-ին, հանկարծ չմտածեք, որ դա ժամկետ ունի։ Դա մի բան է, որը պետք է դառնա մեր համար համազգային իդեա։ Ձեզ բոլորին, անկախ ժամկետից, անկախ այս կապիկություններից, ինչ կստացվի, ինչ չի ստացվի, անժամկետ է այս ծրագիրը ձեր նկատմամբ։ Այսինքն դուք պետք է sense քնելուց առաջ դողաք։ Կարող է հանկարծ մի օր այնպես լինի, որ այս իշխանությունը, ում համար այս ամբողջ դավաճանությունը արել ենք, էլ չլինի, չէ որ ձեր հետևից գալու են։ Նույնիսկ եմ ասում, անկախ ցանկացած ընտրությունների արդյունքից, մենք ձեր հետևից գալու ենք։ Սա ցանկություն չի, սա որոշում է։ Եթե ուզում եմ հիշեցնեմ, մենք երբ մոռացել էինք, այս տականքը միջև Փաշինյան Նիկոլն է, միջև կանցներ չուլանացված եկեղեցիներին, իր ասելով, միջև կհայտարարել, որ մի եկեղեցին չուլանացված է, սա հարձակվել էր մեր կրթության վրա, տառերի վրա, ինչ ասում, իմ ձեռքի տակ են հայտնվել 5-րդ դարի բացառիկ փաստաթղթեր, համաձայն որոնց հայ գրերի այսպես կոչվող դեռ Ալիևի բանենա ստեղծող Մեսրոպ Մաշտոցը ստանալով պետ պատվեր, ոնց է նվաստացնում, հա,
Վրամշապուր թագավորից հայ գրերի ստեղծման համար մսխել է այդ գումարները, փաստորեն հակակոռուպցիոն կա բան ունեցել այնտեղ էլի, ներսից ինֆորմացիա ունի մսխել այդ գումարները ու նոր գրել ստեղծելու փոխարեն ուղղակի գողացել է դրանք եթովացներից։ Սա այնա, ինչ որ ադրբեջանցիներն են պատմում, նույն նարատիվը։ Տեսեք, այլ ոչ մի բան չկար, սա ավելի շուտ է սկսել, քան եկեղեցու նկատմամբ հարձակվում է։ Դուք հասկանում եք, այս տականքը ինչ հիմնավոր է ընկել հայ ժողովրդի հետևից։ Գողացել է եթովպացիներից։ Ցավոք, 16 դար առաջ պետությունը չի ունեցել պատշաճ գործող հակակոռուպցիոն կոմիտե, ինչը թույլ է տվել Մեսրոպ Վարդանի Մաշտոցին նենգաբար կոծկել այս արևմուտք հանցագործությունը։ Թուրքի ծնունդ չի, ինչ ասա։ Տարեք այս տողերը մցրեք այս թուրքի ծնունդի աջակիցների աչքը, ասա կարթա, այ ողորմելի, կարթա արա, կարթա ու ասա ճիշտ է ասում, բայց կարթա ու ասա ճիշտ է ասում։ Մենք էլ իմանանք, էլ ում հետ գործ ունենք։ Ես հանձնարարել եմ համապատասխան մարմիններին ճշտել նաև կաթողիկոս Սահակ Պարթևի հնարավոր մասնակցությունը այս այբուբենական խայտարակ ավանտյուրին։ Ինքը հաստատ բանա հանձնարարել է, այն մոսկվին, որ ածապետ է երևի, բայց զանգի ստուգումներ անցկացնի Սահակ Պարթևի մոտ, պարզելու համար։ Ինչ է եղել այնտեղ։ Դուք հասկանում եք։ Հասկանում եք սրա թշնամությունը, ատելությունը ինչքան խորքային է։ Ինչքան խորքային, սա մշակութային ատելություն է, սա նենց որ չի ատում մենակ, ասենք Սամվել Կարապետյանին կամ ցանկացած մեկի։ Սա մշակութային ատելություն ունի հայ մարդու նկատմամբ, իր ոչ միայն հավատքի, դավանանքի, ի ստեղծման օրվանից, այսինքն իր բոլոր արժեքներից սկսած, նժդերը կլինի, գրերը կլինի, այբուբենը կլինի, ինչ ուզում է լինի, պետականությունը կլինի, գառնու տաճարը կլինի, որ ասում իրենք հավաբուն է էսի, հասկանում եք, սրա ինչքան խորքային է։ Փաստացի մենք մեզ խաբել ենք 16 դար, թուրքական նարատիվ, շարունակ ու օգտագործել ենք լեզու չունենալով դրա սեփականության վկայականը, այս տականք են գելա մեր սեփականության վկայականների հետևից, որ մենք սեփականության վկայական չունենք այս երկրի համար, հիմա էլ պնդում է, որ սեփականության վկայական չունենք լեզվի համար, կամ եթե կուզեք հեղինակային իրավունք, այո մենք հեղինակային իրավունք էլ չունենք, գողացել ենք մենք էդի։ Այո, մենք չենք կարող համարել մեզ լիարժեք ինքնիշխան պետություն, տեսեք ուր է գալիս, քանի դեռ խոսում եւ գրում ենք մի լեզվով, որ ըստ մերը չէ։ Չէ, քոնը չի վախ։ Այ դու կանցնես թուրքերենի հեսա շուտով, ու դու քեզ կոմֆորտ կզգաս այդտեղ։ Սա խնդիր է, որ էլ պիտի առնչվենք մենք եւ տանք համապատասխան լուծում։ Դուր, բա դուր պետական լեզուդ ներսում ձեր ԿՊ-ում փողեք անցեք թուրքերենի։ Ինչ չեք տվել միջև հիմա։ Ում եք սպասում այդ տականքներ, տվեք թող ձեր այն հոտը, այն անասնա հոտը, որ ձեզանով հիացած է, թող ինքն տեսնի, ավելի հստակ տեսնի, գույներով, լեզվով, հնչողությամբ, թե ինքը ում է աջակցում, ում գովքն ու քարոզն է անում։ Սեղեն ասում, զադերժկեն ինչումն է, ոտդ ինչի ես կաղկցել, չի վաղ, արա, հայտարարին, որ մենք պլագիատ ենք, ոտքից գլուխ, են երկն էլ մերը չի, կրոնն էլ մերը չի, եկեղեցին էլ է գողացած, մենք ընդհանրապես ոչ մի բան չունենք։ Ասա, որ մենք ընդհանրապես Հնդկաստանից ենք եկել ցիգան ենք, ոտդ կաղկցում ես, որ ինչ, լեզվի տակ հոգա, դու արդեն գրել ես դրա մասին։ Ասա իմ համար չէ, ասա թող աննասուն քեզ ընտրողները լսեն, որ իրանք էլ իմանան իրանք որտեղից են եկել, այ իրանց համար ասա կարևոր, թե չէ մեզ ինչ դու ինչ կասես։ Կամ դու խոսած կամ խոսացած կամ թռան։ Դու այդ հոտի համար խոսա։ Եվ այսպես Մոսկվայից վախեցած եկած առաջի գործով մտածում է ինչ անի, ոնց կասեցնի այն ինչ որ
կարծես թե անկասելի է։ Համենայնպես Մոսկվայում կարծես թե, ինչպես ասել եմ դեռ մեկ տարի առաջ, որոշում կա։ Իրան ուղղակի թոշակի ուղարկելու ոչ թե Նավիչոկի կամ հոկտեմբերի 27-ի ֆորմատով, այլ ուղղակի ինտրուսիաներով։ Եվ ինչ է մտածում Ճիվաղը։ Առաջադրումից 5 օր առաջ փոխել ընտրական օրենսգիրքը եւ արգելել անձնանունները անվանումների մեջ, ասենք կուսակցության անվանումների մեջ։ Okay։ Դու կարող ես անել 1 տարի առաջ, կարող ես անել մի ամիս առաջ։ Բայց մի գիշերվա մեջ որոշում են, առավոտ անցկացում են։ Մի գիշերվա մեջ։ Հետո ասում են, սա ձեզ դեմ չի։ Լավ, իրանց դեմ չի։ Դե թող ժամանակ տուր, որ իրանք փոխեն կուսակցության անունը, այդ ամբողջ թղթաբանությունը վերակառուցեն։ Հիմա ես Սամվել Կարապետյանի դառը չեմ ընդհանրապես։ Ես ուզում եմ ներկայացնեմ ովա սա։ Ովա սա։ Այս սրանք այն պականք հիշում եք, այն մի հատ բան կար, ուսապար կար, ասում էր, մենք մեծամասնություն են, չէ՞։ Կարանք վաղ ընդունենք Սամվել անունը արգելենք, ասենք։ Բայց մենք չենք անում, չէ՞, տեսեք ինչ մեծահոգի ենք։ Հիմա ինչ եք կարծում։ Անելու են, ժամանակ տալու են։ Իհարկե ոչ, իհարկե չեն տալու։ Թե հիմա Սամվել Կարապետյանը այս հարցը ոնց է լուծելու, ես չգիտեմ։ Ես չգիտեմ, բայց դա մեկ է, նորից, եկեք ասել եմ Փաշինյան Նիկոլ, ուզում է բոլոր կուսակցությունները փակես, չթողես մասնակցեն, մնա մի կուսակցություն։ Մի կուսակցություն։ Մեկը քո 15%-ը 16 չի դառնալու։ Չի դառնալու էլի։ Մարդիկ ճարահատյալ էլ քեզ չեն ընտրելու։ Պարզավ, քո բոլոր ռեսուրսները խաբելու, համոզելու, սպառնալու, ամեն ինչը դու արդեն ավարտել ես։ Դու ընդհանրապես ժամկետ անցես, բոլոր առումներով։ Ըլմա չի ակումուլյատորներ, որ ինչքան ուզում աշխատի, մեկ էլ վերջել բանը ռիսկ չի պահում, այսենց, պրծավ, մերել է, այ հիմա դու տես մերել ես, էլ ոչ հիմա չի աշխատում քո մոտ։ Իսկ սա սուպեր է, լսեք հլը։ Կալուգացի Սամվելը մեզ ասում է փոքրիկ խմբա, ասեք դուք այսօրվա ձեր հուշկու ակցիան։ Չի վատ է ասել փոքրիկ խմբակ, ձեզ պետք է ասել մի ավտոբուս հոտ, ինչի փոքրիկ խմբակ որ, մի ավտոբուս չէ ոտքից գլու, մի ավտոբուս հոտ պետք է ասել էլ, ինչի փոքրիկ խմբակ որ, ու ներվել է, բայց հլը լսեք։ Ճակերտավոր ազգային ժողովի դիմացի տեսել եք, մենք ձեր հասկացաք իրա չափանիշը որն է, թե ազգային ժողովի դիմաց ինչքան մարդեր եկել։ Ու դրանով այն կչափում ինքը փոքրիկ խմբակ է, թե չէ։ Փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք, դուք 3 հոգով եք մնալու։ Մի հատ էլ լսենք այս մասը։ Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսափակենք, դուք 3 հոգով եք մնալու։ Փաստորեն, մի ամբողջ երկրի վարչապետ հայտարարում է, որ փողերի ապօրինի շրջանառություն է եղել ամբողջ 8 տարիների ընթացքում, եւ հիմա որպես սպառնալիք ինքը սպառնում է դա փակի։ Այսինքն այս տխմարը կամերայի դեմ ինքն էլ վերցրել է, ինքն էլ խոսում է ու հայտարարում է, որ այս ամբողջ 8 տարիների ընթացքում որ ինքը եղել է այս կառավարության նախագահը, ղեկավարը, երկրում եղել է փողերի ապօրինի շրջանառություն ու ինքը հիմա որպես պատիժ դա պիտի փակի, որ իրենք մնան 4 հոգով։ Ինքներդ ասեք հիմա սա ինչ է։ Ոգիստե հարց է ծագում մի հարց, ընդհանրապես մի հարց։ Այդ ապօրինի շրջանառության փողերի իմանալու եւ աչք փակելու համար դու ես փողը ստացել կաշառքի ձեռով, թե քո ուսապարկերն են ստացել բերել տվել են քեզ։ Հնչի վախ։ Այդ հարցի պատասխանն եմ ուզում ավելի ոչ մի բան, ուղղակի արձանագրեցինք, որ ինքն իմացել է փողերի ապօրինի շրջանառության մասին ու հիմա է դա օգտագործում, չէ, հայտարարում է որ կօգտագործի որպես պատժամիջոց։ Ես որ ասում եմ սրա ամեն մի խոսք, դա կլինի ֆայլաբազարի մասին, դա լինի 4 ժամ հետո աշխատանք կունենան, թե չեն ունենա։ Ինչ խոսում է, սա ինքը իր դեմ ցուցմունք է տալի։
լսում եք սրան պոտենցիալ աջակցող եւ գովացող անուղեղների հոտ։ Դուք լսում եք, չդաս դուք լսեք, մեկը չեք հասկանալու։ Ասում բայց լսեք, էլի։ Լսեք, մի հասկացեք, բայց լսեք։ Կարող է մեկ էլ էլի sense մի քանի անգամ լսեք տեղ հասներ, էլի։ Ասում են ջուրը ապարաժա, տաշուն ու ծագում։ Լսեք, էլի։ Հիշում եք, չէ՞ Մոսկվայում ասում էր Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարա մեր մոտ նույնիսկ քվեարկի։ Իսկ իրանց մոտ падգամավորի տեխնացուտ կա ՌԴ-ից քաղաքացի որպես բժիշկ Միքայել Ադամյան անունով։ Դե եթե ինքը քպայական է, դե հանգիստ կարան։ Դե քննիչ կա։ Եթե քպայական է, ուզում է քպեից падգամավոր դառնա, հարց չկա։ Կարա եւ Անգլիայի թվանը լինի, ազնագիր ունենա քաղաքացի լինի, կարա Ռուսաստանի քաղաքացի լինի, ինչպես Արմեն Սարգսյանն ու Վարոշակ Հարությունյաններ, հա։ Ինչի՞ չէ։ Եթե ՌԴ քաղաքացի բժիշկ Միքայել Ադամյանն է, էլի քննիչ չկա։ Ուղղակի ես բժիշկ Միքայել Ադամյանին եմ ուզում հարցնեմ, էլի։ Բժիշկ Միքայել Ադամյան, տարեք հասցրեք էլ այս տեսանյութը։ Դու լսեցի՞ր այսքան բան ինչ ասեցի Փարսոնյան միջև այս Նիկոլին։ Դու կարաս այս ամեն ինչը հերքես հակառակվես։ Իհարկե չես կարա։ Չես կարա, որտեղ ամեն ինչ ասում է ըստ փաստերի։ Հայերն ասած աչոտը տակը։ Հիմա դու ո՞նց ես տեղավորվում այդ չափանիշների մեջ։ Դու պատրաստ ես այդ չափանիշների մեջ տեղավորվել։ Արդեն դա քո որոշումն է, բայց իմացի սա ստանդարտ է։ Heç կապ չունի, ասենք, որ դու բժիշկ ես ու չես մտնելու այդ ստանդարտի մեջ։ Կապ չունի, ինչպես բանն էր ասում, ռուս գիտնական ասում էր Նոբելյան մրցանակ, ասենք ֆիզիկայի մասնագետ Նոբելյան մրցանակակիր լինելը դեռ չի նշանակում ուղեղ ունենալ։ Ընդամենը ինքը, ասենք, ֆիզիկա լավ գիտի։ Հենց որ կրթությունը դες չի խաղում, ուզում ես բժիշկ ես, ուզում ես աստրոնավտ։ Այն ինչ որ ասվեց, չի վիճարկվում, անկախ մասնագիտությունից։ Տեսնում եք։ Գիտեք ով է։ Շինգավիթի փաստորեն ոստիկանության բաժնի պետն է։ Արթուր Մկրտչյան, հենց այդ դեմքին նայեք, գիտապծա աշխատող է, հաստատ այն բանը, այն շարքային, որ ասեն կանաչի ծախողներից փող են հավաքում, էլի, ասենք այդպես։ Հիմա փաստորեն հասել է նրան, որ շրջանի ոստիկանապետը քաղաքացիական հագուստով գլխաքանակ ապահովում ճիվաղի հավաքներին, այս եկեղեցու շտուրմերը, որ կատարվում է, փաստորեն, տեսեք այս համակարգը ոստիկանական ինքը ինչ է սարքել, ոչ թե միայն ոստիկանական, ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, պարեկներ, բոլորը այս դատարաններ, սրանց բոլորին սարքել է այն, ոնց ասեմ, որ շարքայինները նոր էին գնում, ասենք, մարդ ընդունվել է աշխատանքի, կրթություն չունի, բան չունի, շարքային է, հա, ասենց տալիս են համազգեստը ձեր, ասում են գնա դուրս, այս տարածքը քոնն է, այս կանես, բոլորին անկախ իրանց դիքից պաշտոնից սարքել է այդ շարքայիններից ու հանել է, շպրտել է դուրս իր հանցանքները ապահովելու համար։ Արթուր Մկրտչյան, հիմա քո նկարը նայելով, այս ամեն ինչը քո մասին լսելով, որպես տղամարդ եմ ասում, էլի քո մեզ բան չի առաջանում։ Ամոթ, մասնագիտական ամոթ, ես չեմ ասում, դες ներբես, չէ, մասնագիտական ամոթ։ Չէ, ամեն մի մասնագիտություն պետք է ինչ-որ մասնագիտական խիղճ չլինի, չէ, տակը։ Ուզում ես բժիշկ ես, ուզում ես ոստիկան, ուզում ես դատավոր, արա պետք է մասնագիտական արժանապատվություն լինի, էլի, ամենտեղ։ Դուք ձեզ ված չեք զգում։ Ես ասեմ, Սերժիկի ժամանակ Միրպետեդին չէր կարելի սենց նվաստացնել։ Չէ, հնարավոր չէ, էլի, դրանք արժանապատիվ են։ Շփվել ենք, էլի, բետման ենթարկվել են, գիտենք, էլի, Միրպետների, ասենք տարածքի շրջանի պետերի ամեն ինչը տեսել ենք, էլի։ Քննիչների նույնիսկ չէր կարելի սենց վիճակի մեջ գցել։ Կային այնց հատուկ այդ օպերներ, որ տենց իրանց դուսը բազբզացնում են, էլի, բայց հասնես ոստիկանապետին այս օրը գցես,
Բարդում մկրճան, դու չես տեսեք քո շեֆերը ոնց են պահել իրենց ժամանակին։ Չեմ ասում իրանք հրեշտակ էին, իրանք մի հանցագործ էին, էլի, բայց զուտ պահվածք է, էլի, պահվածք է։ Դուք հասկանում եք, այս երկիրը ինչի է վերածած։ Ոլորտ չկա, ոչ մի sense, հոտը գոնե մնացած լինի, էլի։ Մի ասենց ինչ-որ sense մատ հետք մնացած լինի, էլի պրոֆեսիոնալիզմի, արժանապատվության, չգիտեմ, էլի, դիժքի ինչ-որ մի բան մնացած լինի։ Չէ՞ վաղն էլ ավոր լինելու, մյուս օրն էլ ավոր լինելու, մեկ այս ամեն ինչի տակից ոնց են դուրս գալու։ Սա համար մի հեղափոխություն չէ, մի 10 հեղափոխություն է պետք, որ այս համակարգերը լինի sense համակարգային հեղափոխություններ, էլի, այս փողոցային հեղափոխությունը չեմ ասում։ Հայտարարություն։ Իսկ դիակին նայեք։ Դիակը ինքը ընդունել է, որ արդեն հայոց լեզուն իրանը չի։ Ինքը ընդունել է, որ ինքը պլագիատով է զբաղվել, որ ինքը չգիտի նույնիսկ իր ազգությունը որն է, ոչ ազգությունից է տեղյակ, իր ոչ կրոնից է տեղյակ, ոչ իր սեռից է տեղյակ։ Օրվա կուրսը գիտի, էլի։ Բայց ինքը մի բան գիտի, որ Պուտինը Փաշինյանին խնդրեց աթոռը տուր ագենտիս։ Մենամարտ էր, պասուրի մնացել էր։ Պատկերացրեք մեկ։ Փաշինյան Նիկոլը մենամարտի մեջ է, Պուտինի հետ։ Պուտինն էլ իրեն խնդրում էր, ասում էր, աթոռը հիմա էլ էս մյուս ագենտիս տուր, էլի։ Դիմացինն լուրջ լսում է։ Որոշակի գործիքների մասին է խոսում եւ երկրորդ հարցը Տիկին Ջուլակյան խոսեցիք դաշինքների կամ քաղաքական միավորների անձնանունների հետ կապված անթույլատրելիության հետ։ Մենք ես օրինակ վերջերս իմացել եմ, որ կա մի քաղաքական ուժ, որը քաղաքացիական գծիկ քաղաքական դիրքորոշումը, այն է բոլորին դեմ եմ, դարձրել է քաղաքական ուժի անվանում եւ կարծես թե պատրաստվում են հենց այս անվանումով առաջիկա ընտրություններին մասնակցել։ Այս դեպքում ընտրական օրենսգիրքը կուսակցությունների մասին օրենքը ինչ է ասում, երբ որ օրինակ քաղաքացու կոնկրետ դիրքորոշումը քաղաքական վերցվել է եւ դարձել է քաղաքական ուժի անվանում։ Ես վստահ չեմ, որ օրենսդրական կարգավորումները կոնկրետ բան այս մասով ասում են, բայց կարծում եմ, որ նման անվանման ընտրությունը կուսակցության համար կարող է մոլորեցնող հանրության համար մոլորեցնող ազդեցություն ունենալ, եւ այս հարցը հավելյալ իհարկե կարող ենք քննարկել։ Ոտները հետ ինչի է կաղկցել, հələ մեր կոր կա, ոնց, հələ շապատը արջևում է, արա, քննարկեք մի գիշերվա մեջ մեկ ժողով արեք, ասեք, որ բոլորին դեմ չի կարա լինի որպես կուսակցության անուն, չի կարա, որպես շարժման անուն էլ չի կարա լինի, եւ ընդհանրապես, որ ամեն օր չընկնեք, մի հատ նիստ անեք, հա, որոշեք, հրապարակեք, որ անունները կարան լինեն, ասեք, որ մարդիկ իմանան, էլի, ինչ անուն դնել իրան շարժումներին։ Բայց մի բռազեք, դեռ 2-3 օր կա մինչև շաբաթը վերջ, կհասցնեք։ Մի հատ գիշերը մի քնեք, մի գիշեր էլ մի քնեք, մտածեք բոլորին դեմին ոնց ասենք, ասենց արգելափակեք, հա, որ ոչ մի բան չունի, շանս չունենան տղեկը ձեզ սատկացնելու, որովհետև բոլորին դեմը հաղթելու է բոլորիդ։ Հենց այդպես։ Դուք ասենք համեմատած բոլորին դեմին 4 անգամ, ոչ թե 4%, 4 անգամ ավելի քիչ ռեյտինգ ունեք, առնվազն։ Եթե մենակ մնաք, կամ դուք կամ իրանք, դեռ արդեն դուք չկա ընդհանրապես գոյություն չունեք։ Ասենք մի 15% ձերն է լինելու, 75% իրանցը։ Դրա համար եմ ասում, լուրջ կանք ունեն տա, ընկել եք Սամվել Կարապետյանի հետևից։ Արագ, այս գիշերն ինչ տեսեք ինչ եք անում։ Հա։ Ասեմ, բայց դա չի փրկելու։ Մեկը ուզում եք փակեք, որ դուք չեք կարող մենակ մասնակցեք այս ընտրություններին։ Ով է լրավ ձեր հակառակորդը, ով մնաց, մեկը դուք ձեր 15%-ից ավել չեք տանել։ Իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է։ Վախը մեծ է։ Այո։ Ու այս վախի դրսևորումները այս ամեն ինչը ու այս մատնում են իրենց հասկանալով, որ չկա հիմք, չկա այն սոցիալական շերտը, որի վրա կարող են իրենք հենվել, որովհետև այն ինչ որ կա, ես արդեն բնորոշեցի, չէ, դրանց
բարոյական, որակական, մտավոր այդ շերտը դրա վրա մենակ ասենք խելապակասը կարող է լուրջ հենվել։ Ոնց կարող ես հենվել մի շերտի վրա, որ ասենք հիշողություն չունի։ Ինքը չի հիշում այդ ինչ է եղել։ Ասենք շերտ, որը ազգային պատկանելիության գիտակցություն չունի ու վտանգ չի տեսնում այս գործողությունների մեջ, հա, ոնց կարելի է։ Ասենք շերտ, որը հարազատի նկատմամբ, ասենք ապրումակցումի զգացում չունի։ Եթե հարազատի նկատմամբ ապրումակցումի զգացում չունի, քո նկատմամբ ինչի պիտի ունենա։ Ասենք ո՞րն է այդ շերտը, էլի շատ հետաքրքիր է։ Իրանք էլ են հասկանում, որ չունեն, որ իրանց այդ մի ավտոբուս այդ գլխականակն է մնացել, որ առայժմ դեռ պետական լծակները օգտագործելով կարողանում են մի քիչ աղմուկ անել, հա, այս բարաբանները խփել մի քիչ աղմուկ լինի, բայց որ պահի սա ձեռքից վերցեցվի պետական լծակները, այսինքն որ պահի խոսքի օրինակ եմ ասում, ասենք դեմ եմ շարժումը, հաղթումը եւ իրականացնի նոր ընտրություններ, ասենք, երբ որ ԿՊ-ն իշխանություն չի, ԿՊ-ի ձայն հավաքելու հավանականությունը, եթե նույնիսկ իրանք մնան ազատության մեջ, այդ ընթացքում ասենք ոչ մեկին պատիժներն չսատկացնեն, հա, եթե նույնիսկ իրանք մնան, իրանք ձայն հավաքելու հավանականությունը դառնում է կես%։ Այդ էլ իրանք են լինելու։ Իրանք ոտքից գլուխ։ Այսինքն իշխանություն հանում ես լծակներ, տակը թողում ես զուտ իրանք արժանինքները, իրանք դառնում են կես%։ Դե հիմա հաշվեք, մնացած ուժերը, որոնք իշխանություն չեն, ունեն ինչ որ տոկոս, 5, 10, 15, հա, համեմատության մեջ մի ուժ, որին որ հանես շպրտես դուրս, առանց լծակների ինքը մնում է ինչպես նախկինում, կես%, այսինքն էլի պետք է միա Սերժ Սարգսյան, որ իրանցի ծեփի մի բան, Էդմոնին, Արամին Սարգսյանա, բերի ծեփի, սարքի ինչ-որ մի դաշինք, լցնի խորհրդարան, ասի դե հիմա իմ համար կապիկություն արի։ Էս է իրանց ռեսուրսը, ու իրանք շատ լավ գիտեն դա։ Դեմքներին նայում ես, խոսակցություններին նայում ես, գործունեությանը նայում ես, հասկանում ես, որ ամեն ինչ ուզում են արած լինել, որ իրանք փրկվեն այս ընտրությունների արդյունքում։ Իսկ դիտողների մի բան եմ ուզում ասել։ Ընտրությունները հունիսի 7-ին չի։ Ընտրություններն ամեն օր է։ Ամեն օր, այսօր էլ է ընտրություն։ Երեկ էլ է ընտրություն, այս վաղն էլ է ընտրություն լինելու։ Այ հիմա օրը սկսում է Երևանում, արդեն ընտրություն է։ Ում հետ ենք շփվում, ում հետ ենք խոսում, ինչպես ենք խոսում, ինչպիսի գնահատական ենք տալիս, ինչպես ենք արձագանքում, ամեն օր ընտրություն է։ Հունիսի 7-ը դա քվեարկության օր է։ Քվեարկության։ Այս մենք 365 օր ճիշտ ընտրություն կատարենք, քվեարկության օրը էլ հարց չի առաջանա ոչ մի ձևի, մենք չենք սպասի ինչ է լինելու քվեարկության օրը, որովհետև մեր ընտրությունը մեր ապրելով, մեր շփվելով, մեր կյանքով, կենսակերպով արդեն կատարել ենք։ Եվ որ տեսնում եմ գրում են այս ընտրությունները բանդուս չի գա, մեկ այնքը կեղծել ես, հասկանում եմ բան, այս մարդը իր ընտրությունը չի կատարել։ Այս մարդը, այս կինը, տղամարդը չգիտեմ, իր ընտրությունը չի կատարել։ Որտեղ ինքը կարծում է, սա ընտրություն չի, ընդհանրապես քվեարկությունն է, դեռ կեղծիք չէ։ Ընտրությունն է, քո ընտրությունը ո՞նց կարա կեղծի։ Քո դիրքորոշումը քաղաքացիական 365 օր, որ դու ապրում ես այդ ձևով, ինքը ո՞նց կարա կեղծի։ Կարող է կեղծի քվեարկությունը, որը ընդհանրապես այդ լավ թող մի 5-10% տարբերություն տա։ Բայց ինքը չի կարա քո ընտրությունը կեղծի։ Եվ ապրել այդ դե ոչ մի բան չի մի բան, ո՞նց կարելի է այդպես ապրել ընդհանրապես։ Ես չեմ հասկանում։ Ո՞նց կարելի է այդպես ապրել։ Սա սեփական անձի նկատմամբ մազոխիզմի դրսևորում է։ Բա մենք չունենք սեփական ուզում, մենք ո՞նց ենք ուզում։ Մենք հարցնում ենք ինքը ինչ անելու։ Ո՞նց։ Դու գնում եք խանութ, փողը տալիս եք ու հարցում եք ինձ ինչ կտաս այս փողի դեմ։ Չէ, գնում եք հստակ։ Հստակ իմանալով մեզ ինչա պետք, ըստ դրա փողը տալիս ենք, չէ։ Մենք չենք տալի, ասում ենք, դե լավ, ինչ կտաս, ինչքան կկեղծես, ինչքան կխաբես, դա էլ քո իմա։ Սա նույնն է, ուրիշ ձև չի կարող լինել։ Իսկ հիմա առավել կարևորի մասին, որից կախված է մեր ապագան, որից աշխարհի երկրգնդի ապագան։ Ուզում ես
ճառը անպայման լսենք ինչ ասում։ Սա Դոնալդ Թրամփի ճառն էր։ Այո, ինքը տենց սպառնում էր Իրանին։ Երբ տվել էր 48 ժամ, որպեսզի դրանից հետո այն ինքը նկարագրում էր ինչ անելու Իրանի հետ։ Այո։ Ու այս ճառը գրելուց բացի մի հատ թվիտ էր գրել նաև մանրամասն թե ինչ անելու Իրանի հետ, ամեն ինչ հայոյանքներով։ Եվ Թակեր Կարլսոնը ուղղակի ցած ֆազերը գցած, ասում է ով ես դու, որ այս սուրբ փորով հայոյանքներ գրես ու սպառնաս մի ամբողջ ցիվիլիզացիայի ու դու վերացնելու ես, ընդ որում թիրախավորես մահմեդականներն, ասես դու քրիստոնյա ես, թե ով ես։ Դու նախ մահմեդականներ ունես նաև քո երկրում ապրող, որ քեզ էլ ընտրել է։ Ոնց է այս կարգի հիմարություններ գրում։ Մի խոսքով, հասկանալի որ դա Թրամփն է, կարելի է հասկանալ ինչի է գնում։ Եվ այսպես անցավ 48 ժամը, եկավ ժամը 5-ը մեր տարածքում ու ասեմ ես հայտարարությունից ոգևորված էին նաև Իսրայելում։ Այնքան են ոգևորված նաև։ Մենք իրաց լեզուն չենք հասկանում, countdown են լսել, որ ժամանակը հետ է գնում։ Ըստ Իսրայելի նստած սպասում են այս 5-ը երբ է գալու, երանելի ժամը 5-ը երբ է գալու, որ սկսվի այն ինչին իրանք երկար սպասել են, երկար ամեն ինչ արել են դրա համար, եւ մի հրճվանք, մեր ուրախություն, ոնց որ նոտարին սպասեն, այսպես սպասում էին այս բանին, ինչ որ պետք է լիներ, բայց մենք գիտենք ով է Թրամփը։ Ընդ որում այս սպառնալիքներին, որ ինքը կջնջի, կվերադարձնի քարեդար, Իրանը շատ հանգիստ էր պատասխանել, շատ հանգիստ, որ քեզ 20 ժամ ենք տալիս, կամ դու կհանձնվես, կամ մենք քո բոլոր աջակիցներին տարածաշրջանում կվերադարձնենք քարեդար, այն ժամանակ կտեսնես քարեդարը ոնց է, բոլոր քո ռազմական ընկերների, որոնք ունես դու մեր շուրջը, դաշնակիցների, բոլորին ուղարկենք քարեդար, մենք հաշվել ենք, գիտենք, որտեղ ենք խփելու, այս անգամ թող մեզանից չնեղանան, որտեղ մենք միջևը բարեկամական ենք վերաբերվել այդ երկրներին, ռմբակոծել ենք միայն ամերիկյան ներկայացություններին, ռազմաբազակ կամ զորքերի տեղակայման վայրեր եւ այլն։ Եվ սա ամենահետաքրքիրը գիտեք որն էր, որ այնքան են սրանք հավատացել իրենց, որ ցույց տան անին սաննայքն We so far haven't decided to use, but we feel confident that we can get a response, whether it's positive or negative. We're going to get a response from the Iranians by 8 o'clock tonight. I hope they make the right response, because what we really want is we want a world where oil and gas is flowing freely, where people can afford to heat their homes and cool their homes, where people can afford to transport themselves to work. That's not going to happen if the Iranians are engaged in acts of economic terrorism. So they've got to know we've got tools in our toolkit that we so far haven't decided to use. The President of the United States can decide to use them, and he will decide to use them if the Iranians don't change their course of conduct. Խոսքով սպառնում է միջուկային հարվածներ Իրանին։ Հələ կօգտագործենք այն գործիքները, որ մենք ունենք, ճիշտ է, չի որոշել Թրամփը դրանք օգտագործել, բայց մենք օգտագործենք, եթե Իրանը չդադարեցնի իր տերորիզմը, այն ինչու ինքը սկսել է։ Հիմա իրանց նպատակը, ամբողջ նպատակը Հորմուզի նեղուցի բացելն է։ Ընդ որում այդ Հորմուզի նեղուցը բացեր մինչև փետրվարի 27-ը։ Այդ Հորմուզի նեղուցը իրենք են փակել։ Հիմա իրանց ամբողջ երազանքը, որ այդ նեղուցը բացվի։ Եվ այս միջուկային զենքով սպառնալիքը այնքան աղմուկ էր բարձրացել, որ սպիտակ թունը ստիպված հերքել է, թե սա խոսքի մեջ միջուկային հատվածի ակնարկ չկա, դեռ ինքը տես բան չի ասել։ Լրիվ բանն է, էլի, լրիվ Նիկոլ Փաշինյան, ես տես բան եմ ասել,
Չէ, այսպես բան չեմ ասել։ Լրիվ Նիկոլ Փաշինյան վիճակը։ Եվ ընդհանրապես այս վիճակը ոնց էր հնարավոր։ Ոնց էր հնարավոր այս վիճակը, որ Ամերիկայի մեծամասնությունը մտնի մի հատ պատերազմի մեջ, որ առաջին հերթին Իրանը քայքայում, քանդել ամբողջ համաշխարհային տնտեսությունը, եւ հիմա մտածում է մենակ այդ նեղուցը բացելու համար ու մասին ու սպառնում է նույնիսկ միջուկային զենք կիրառել։ Ոնց է սա հնարավոր։ Ընկերը բացատրում է։ You want to know why we fight Israel's wars? Because 82% of every sitting member of Congress today has accepted money from AIPAC. Ինչու է սա հնարավոր, որովհետև կոնգրեսում նստածների 82%-ը փող է ստանում AIPAC-ից։ Սա Իսրայելի լոբինգ համակարգն է։ Ընդ որում գրանցված չի օրինական Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 82%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի Նետանյահուի գրպանն է։ Սա կփոխվի։ Ես վստահ եմ, այս տարանտրությունների մեջ փոխվել է, որովհետև ով առաջադրվում է, եթե Զումայինքը հաղթի, ու սա 100%-անոց հաղթանակ բերող ասում է, ես AIPAC-ից փող չեմ վերցնելու։ Վերջ, ոչ մի օգնություն Իսրայելին։ Ապահովված է հաղթանակը։ The American-Israeli Political Action Committee, including Donald Trump himself, who has accepted over $250 million in the last 2 years of Բեղասկով մենակ Դոնալդ Թրամփը այդ կազմակերպությունից վերջի 2 տարվա մեջ $250 միլիոն փոխաստացել։ Այդ չեմ ասում մնացած կամպրոմանտները։ We need to abolish this government and start a new one. Բեղասկով ինչ են ասում, որ մենք պետք է վերացնենք այս կառավարությունը եւ ստեղծենք նորը։ Իսկ սա հենց Իրանի զինվորների զգուշացումն է, որ մենք պատրաստ ենք մշակածը բոլոր հարվածները հարևան բոլոր երկրների, որոնք աջակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինֆրաստրուկտուրների ոչնչացման ուղղակի տոտա մենք պատրաստ ենք։ Եվ այս ընթացքում այնց հումորային թվիկներ էին, ռոլիկներ էին պատրաստել, ես պետք է ասեմ հետաքրքիր բան։ Եվ ինձ համար, եւ աշխարհի համար բացահայտվում է նոր Իրան։ Նոր Իրան, որ պաստորեն հումորի զգացում ունեն, տակտի զգացողություն ունեն, արժանապատվությունից են խոսում, հանգիստ են, խուճապ չկա, Թրամփի նման չեն ղժղժում, հայերակներ չեն տալիս, հանգիստ են։ Ու այս նոր իմիջի կերտումը Իրանի համար ոչ մի քաղաքական գործիչ, քաղաքական գործընթաց չէր կարող այս իմիջի կերտումը ապահովել անեց, ոնց որ դա արեց Դոնալդ Թրամփը։ Ոչ մեկ չէր կարող։ Ինչ որ չմոռանամ ասել, որ հարձակումը հետաձգված է չի լինելու։ Եվ Թրամփը ինչ է հայտարարում, որ քանի որ Իրանի կառավարությունը իբր Կատարից Պակիստանի միջոցով իրան ասել է, որ ինքը պատրաստ է Հորմուզի նեղուցը բացի, ինքը հարձակումը հետաձգում է 2 շաբաթով։ Բայց տեսման չկա։ Ոչ մեկը իր տեսման չի ասել, առաջին օրվանից էլ ասել են։ Սպասում ենք, հալի, խփի ու կտեսնես ինչ է ստացվում։ Քո աջակից երկրների հետ։ Մի խոսքով հрьяաների, ասեմ, երազանքը մնաց իրաց փորները, եւ այն մարդկանց երազանքը, որ հեսա Իրանը վերածելու են մոխրի, մոխրացնելու են ու հաղթելու են, ինչ ասեմ, Էփստինի կոալիցիան, այս աշխարհի հրեշների կոալիցիան, չեղավ չիրականացավ։ Ասեմ ավելին, չի էլ իրականանալու։ Այս պատերազմը մի հատ երկ ունի, մի հատ երկ։ Իրանի հաղթանակ եւ Իսրայելի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտություն։ Ուրիշ երկ այս պատերազմը չունի։ Ես նենց եմ ափսոսում, որ մեր իրականության մեջ մենք մեր հարևաններին չենք ճանաչել։ Այ եթե մեկը, չգիտեմ, ասենք Ֆիրդուսի կարդացած լիներ, կամ Օմար Խայամ կարդացած լիներ, հասկանեք մենք ինչ մտածելակերպի հետ գործ ունենք, էլի։ Ինչ մտածելակերպի հետ գործ ունենք, սա
Սա մոլաների հետ կապ չունի, բացարձակապես կապ չունի, այս ազգի խոսքերը, մտածելակերպը, բառամթերքը, եթե դու հասկանաս, կհասկանաս, որ լակոտ լուկուտը, որ հիմա կան այս արնախումները, այս սատանայապաշտները, սատանյաուները եւ այս Էպստինի այս արնախումները, սրանք մանր մունր կապիկներ են այս երկրի նկատմամբ, ու ասեմ ձեզ, ու մենակ սա իմ խոսքերը չի, այսօր այս ամբողջ սատանայական համակարգի դեմ կռիվ է տալիս միայնակ Իրանը, ու ամբողջ գլոբուսի փաստորեն փրկիչը սատանայից այսօր կարող է լինել մենակ Իրանը եւ այն փոքր ուժերը, որ կարող են իրան օգնել, դա հութիներն են, դա Հեզբոլահն է, դա ինչ որտեղ նույնիսկ չգիտեմ, ասենք կարող է Օմանը լինի շուտով, հա, Մոսկվա միանա այս պատերազմը չգիտեմ, ասենք, բայց հիմնականում այս ծանրությունը Իրանի վրա է, ու ես վստահ եմ, որ տենց է լինելու, որովհետև նայում եմ ոնց է Իրանի հեղինակությունը աճում, ու ոնց է կոլապսի եւ ծաղրանքի առարկա դարել եւ Իսրայելը իր ամբողջ կառավարությունով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց Դոնալդ Թրամփի։ Իսկ այդ Ջեդի Վենսով ուրախացողները նորից մի բան պետք է անդրադառնան։ Սա գնացել է բան։ Հունգարիա, որպեսզի օգնի Օրբանին։ Հասնում են Ջեդի Վենսը Օրբանի, Փաշինյան Նիկոլի, Ալիևի, Պուտինի, Նետանյահուի, այսինքն փաստացի Թրամփի ադմինիստրացիան իդեմս սրա աշխարհի մարդասպանների, դիկտատորների քարոզիչն ու աջակիցն է, ընդ որում Ուկրաինային էլ մեղադրում է իր հատուկ ծառայություններով, որ իրանք փորձել են միջամտեն ամերիկյան եւ հունգարական ընտրություններին, սա ասում է Հունգարիայում, ու սա գնացել է որ աջակցի Օրբանին, իսկ գնացել է որ աջակցի Պուտինին, բայց ես հարց եմ տալի, մի քիչ տարօրինակ չի, որ ամենտեղ Պուտինի ու Թրամփի կարծիքները համընկնում են, Պուտին, Թրամփ, Նետանյահու, այլևս իմ համար տարօրինակ չի, որովհետև արդեն ակնհայտ է, որ սրանք բոլորը նույն կազմակերպության անդամ են ու հետապնդում են նույն նպատակները, ինչպես Ուկրաինայում, նենց Գազայի հատվածում, տենց Իրանում, Հռոմի պապն է շատ ակտիվ, ինձ դուր է գալիս, ասեմ ձեզ, որ 2 օր առաջ, նույն Ջեդի Վենսը, այս ապուշը, հայտարարել են, որ Իրանի դեմ պատերազմը, սա Աստծուն նվիրված պատերազմ է, չէ, սա չէ, Պիթ Հեգստեգը դրանց կամ էլ սա էր, կամ սա էր, կամ էլ մեկն է, դրանց պատերազմի նախարարը, որի միանգամից պապն էր անդրադարձել, ասել էր կներես, հոп, սա Աստծու հետ կապ չունի, իբր իրենք քրիստոնյա են, ու սա Քրիստոսի պատերազմն է, մահմեդականների դեմ, միանգամից բերանները փակել էր, ձեր հանցագործությունները մի արդարացրեք Աստծու անունից, քիչ կապ ունեք Աստծու հետ, այսօր էլ Իրանին ուղղված սպառնալիքներն ասել, անընդունելի է սա, այդ տղա, ինչ, դու ո՞նց ես խոսում մի ամբողջ ցիվիլիզացիայի, մի ամբողջ մարդկության վերացումով, դու ես ինչ ես անում, կարդամ, այսօր ինչպես բոլորս գիտենք, սպառնալիքը հենց չէ ամբողջ իրանական ժողովրդի դեմ, սա բացարձակապես անընդունելի է, այստեղ անշուշտ կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարոյությանը։ Ինձ օրեկան մեր Հռոմի պապը անական գալաբերում, իացնում է ճիշտ ասած։ Իսկ Պենտագոնը մեղադրել է ուղիղ Թրամփից սուտ խոսալու մեջ։ Սուտ խոսալու մեջ է մեղադրել Պենտագոնը։ Ու ոչ ավել ոչ պակաս, ասում է, ու այդ ստի մեջ մեղավորը հենց իրենց պաշտպանության նախարարը։
որ սուտ ինֆորմացիա է տալի եւ բոլորը ես ստում են իրադարձության հետ կապված, կորուստների հետ կապված, քանի բանը ինքնաթիռ է կորել, կամ վնասվել, պայթեցվել, քանի զինվոր է վիրավորվել, սպանվել, այն ինչ որ լսում եք, ամբողջը սուտ է։ Փաստացի deep state-ը ասում է, որ դուք ոչ միայն հանցագործություն եք իրականացնում, այլև նաև դուք մոլորեցնում եք ձեր հանրությանը, կոծկելով ձեր հանցագործության հետևանքները որպես փաստ։ Մեսա լսենք։ Right now. But Iran right now is fighting for all of humanity. They really are. In a way, they're fighting for us. Because if Iran... Այս ամասին է ասում, Իրանը հիմա պայքարում ամբողջ մարդկության համար, նրանք կռվում են նաև մեր համար։ Falls. It means Israel controls the entire Middle East. Եթե հանկարծ Իրանը ընկնի եւ Իսրայելը ղեկավարի ամբողջ And the power that Iran exercises over the Strait, over the Red Sea, that's what Israel wants. That's what Israel... Իսկ դրանով ինքը կառավարել է եւ Կամրիցովը եւ Հորմուզի նեղուցը։ Էս էլա ոչ բան ուզում է, Իսրայելն ուզում է։ Դրել լը մի հատ նայեք որ ինքն կառավարում է Ամերիկա, շարքում ամբողջ աշխարհը գնում է իր ձեռը պատանդ։ Եվ Իրանը հիմա պատերազմում է մեր համար, մեր բոլորի համար։ Ես գիտեմ հայերի մեջ կլինել են անպայման ընկերներ, որոնք շատ ցավով են այս մանգամանքը տանում։ Ուղղակի ես չգիտեմ էլ այս սերը այս աշխարհակործան այս սիոնիզմի նկատմամբ որտեղից։ Անվերում ես չէ որ սիոնիզմը մեր օգտին է եղել երբևէ։ Դա մեր առաջի դահիճներն են եղել։ Առաջի դահիճները, ես հիշացնեմ։ Երբ թուրքերը, որոնք հիմնականում եկել էին Սալոնիկից, դրանք կրոնափող հրեաներ են։ Իրանք կրոնափող են, բայց միշտ իրանք տակից պահպանել են իրենց կրոնը։ Կաբալիստ են եղել բոլորը եւ նաեւ այն հին քարտաշներից մասոնական լոժայի անդամներ բոլորը։ Ես զարմանում եմ։ Այս սերը դրանց նկատմամբ որտեղից։ Ես երբեք ատելություն չեմ կարողացել իրենց նկատմամբ։ Բայց սեր ողի պետք է լինի։ Իրանք կազմակերպել են մեր ցեղասպանությունը թուրքերի ձեռքով։ Սենց բոլորի շահերը համապատասխանել է, սենց համընկել է իրան։ Ուղղակի բախները չբերեց, պատերազմում պարտվեցին թուրքերը։ Բայց իրենց ծրագրերը լրիվ ուրիշ բան էր։ Այդ Երուսաղեմը չասեմ, հա։ Այդ Իսրայելը պետք է ստեղծված լիներ հայկական հողերի վրա, ըստ իրանց պլանավորը։ Իրանք ուզում էին սուլթանից առնել, դա սուլթանը չվաճառեց։ Եվ սպանեցին։ Եվ որոշեցին վերջը սպանել, արեք ես մաքրենք, մեր հրյան Իսրայելը կստեղծենք ընդեր։ Ոգի առաջի պատերազմի ժամանակ ամեն ինչ խառնվեց իրար, պարտվեց եւ Գերմանիան իրենց որջը եւ Թուրքիան։ Ու չկարողացան դա իրականացնել։ Մենք ամենուր համասին չենք խոսում, մենք ատելության խոսք չենք տարածում, բայց սա պատմական փաստեր է, սիրելու դրանով հպարտանալու բանը որ այնը որ նայես սատանայի պաշտն ես ամբողջ չարիքը որ կատարում է աշխարհում թե բանկային համակարգի կողմից թե սերեխեքի այս ժողովրդների սպանությունները մեկ աշխինից հիմա առողջ ցեղասպանությունն է եւ Լիբանանում եւ Գազայում եւ Իրանում դուք մի նայեք որ Իրանը լուրջ պատասխաններ է տալի բայց այնտեղ մարդիկ են զոհում դրանք ռմբակոծում են ամեն ինչ որ պատահում է այսօր դրանք Իսրայել ռմբակոծել է սինագոգը Թեհրանի որտեղ իրենց համար մեկ անդեղով ամահան իրենց համար հրեան է տիրա քեսի բան Մի ամբողջ հոլոկոստ են կազմակերպել իրենց բառերով դա զոհաբերություն է իրենց համար ինչ է մի քանի հատ սինագոգ ասենք մի քանի 100,000 չէ մի քանի 100 ասենք մի քանի 100-ել ասենք հրեան սպանվեց իրան ոչինչ դու սպանվել իրենք սիրում են իրենց հրեաներին սպանել դա նորմալ պրակտիկա է իրենց մոտ դա կոչվում է հոլոկոստ զոհաբերություն ես կարող հասկանամ իրենք իրենց տեսակետը բայց չեմ կարող հասկանալ մեր հայերին չի պետք է ամեն ինչը սիրեն։ Ու հետո, այսքանից հետո էլ վերցնեն, որոշեն այս վիճակին
Դրանցից մեկին բերել դնել անվտանգային իրաց թիմում Հայաստանում։ Նույնիսկ ասում Սամվել Կարապետյան։ Ես ամեն ինչ անել եմ, որ ես ձեր մոտ չլինի։ Այսօր որ ես իրավունքներն եմ պաշտպանում, ես ուղղակի ես սիրում եմ օրենք, ես սիրում եմ ամեն ինչ լինի ճշտով, հա, կոպիտ ասած։ Բայց դա չի նշանակում, որ ես թույլ եմ տալու, որ ես ամեն ինչը դու կարողանաս անել։ Չի լինելու, ոչ ռուսերենը դառնալու երկրորդ լեզու Հայաստանում, ոչ ես հրյաներն են գալու մտեն Հայաստանի կառավարման անվտանգության համակարգ։ Չի լինելու, ով էլ համաձայն է սրանց, ես արդեն տեսնում եմ, չէ՞, ովքեր են այս սիոնիստները, ովքեր են այս գովքը անում։ Տեսնում եմ, չէ՞։ Գիտեք մոռանալու եմ, ախր ես վատ սովորություն ունեմ, ես լավ հիշողություն ունեմ։ Ու չեմ ներում սենց բաները, որովհետև սենց բաները պատահական չի լինում։ Գով կանես Մոսադի մուտքը Հայաստան։ Սա ինձ ավելում է, ում ինչա պետք հասկանալու համար ով է։ Անունը դնես, թե դրանք գիտես ինչ ունեն հակաօդային պաշտպանություն ունեն, բանը, Թերանի ասենք բանելիս Իրանի հրթիռներից իրենց երկիրը չեն կարող պաշտպանել, բայց ունեն հակաօդային պաշտպանություն են, թողա մեր մոտ, թողա, մոտաբա։ Մեկն ասում է իմ անվտանգության երաշխիքը Թուրքն է, մեկն ասում է իմ անվտանգության մյուս համակարգն է տամ Թուրքի դաշնակցին։ Երանի մեզ։ Մա հարց, դուք իրանից ինչով եք տարբերվում։ Մտածել եք, որ մեկը Ռուսաստանի դրոշի տակ, մեկը Թուրքիայի դրոշի տակ։ Մեկը չի կողմնորոշում, որ դու դրոշակը վերցնի։ Ոչ մի բան անմեկապ չի մնում։ Ոչ մի բան։ Միջալոց, սրանք 71 թվականից մինչև 2022 թիվը ամերիկացիների թիվն է։ Ես ասեմ ինչքան է։ 27 միլիոն մարդ են կոտորել տարածաշրջանում։ 71-ից մինչև 2022 թիվը, հաշվս թիվը, 27 միլիոն մարդ են կոտորել տարածաշրջանում։ Այդ ամբողջ պատերազմների ընթացքում։ Ով այդ ամեն ինչի նախաձեռնողը գիտեք։ Հա։ Նույնն է, որ մենք ուզում ենք նաև դա մտնի մեր աշխարհական, մեր պաշտպանական համակարգ, որը նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, հավատալին, որը նաև Արցախի պատերազմի կազմակերպիչն է, որը Արցախի ցեղասպանությունը կազմակերպիչն է։ Նույն պետությունն է։ Դրա համար եմ ասում, այն տղու ասացին ես համաձայն եմ։ Այս ամեն ինչը փրկելու է Իրանը։ Փրկելու է Իրանը։ Մգնանք, տեսենք Եվրոպան ինչ է ասում։ Շվեդիան լրիվ լիակատար դիպլոմատիկ բոյկոտ է ենթարկել Իսրայելին։ Իսպանիան հետականչել իր դեսպանին բանից Իսրայելից։ Iran's social media team is blasting Trump. They're calling him Jeffrey Epstein. They're calling him George Floyd. They're calling him fat. It's wild. Iran. Այս ընկերը հայ Սպենսեր Հակիմյան։ Այս բանը, այս ռոլիկներն է, որ թողում է Իրանը։ Էլ Epstein-ին ակոչվում է։ Social media team is blasting. Որ ասել է ես կվերադարձեմ քանդիդատ, պատասխանել եմ։ Հա։ Դու նկատի ունես Էփստեյնի ժամանակները։ Trump. They're calling him Jeffrey Epstein. Այս նկարներ են դրել Էփստեյնը նշած, այս նստած, այս բոլորը հեքստեգնա, նարկո Ռուբիոնը, Ջեդի Վենսը, Թրամփը։ They're calling him George Floyd. They're calling him fat. It's wild. Այս ընթացքում ժողովուրդն էլ տեսնում ասա ինչ հումորի զգացում ունեն նաև իրանցիները։ Իսկ սա հենց բաներն են, նայեք թուրքերն են։ Թուրքերը չեսանք Իսրայելի զինվորներն են, պաղեստինցիների զեյթունի ծառերն են, ասենք մարդկանց վտարել են տներից, քանդել են տները, հիմա էլ զեյթունի ծառերն են ավիրում։ Ես ես հարց եմ տալի։ Սենց բան անել են թուրքերը։ Նույն ձեռագիրը չի ձեզ համար։
Ասենք որ մեզ չեն կոտորում, պաղեստինցիներին են կոտորում, իրանց այգիներն են սենց անում։ Ոչինչ սա։ Չէ։ Եթե մարդ ընդունակ է սրան, ոչինչ չի։ Այդ սպառնալիքներին ամերիկյան, իրանցի ժողովուրդը սենց է պատասխանում։ Ու չկասկածեք, որ Թրամփի այս հետ քայլը նաև պայմանավորված է սրանով։ Այս իրանցի ժողովուրդն է, որ ասելա դու մեզ էլեկտրահամակարգն ես ուզում ռմբակոծես, այրանց բոլոր ատոմակայանները, բոլոր կամուրջներն են ռմբակոծելու էլեկտրակայանները, ատոմակայանները, ժողովուրդը միլիոններով իրանական դրոշներով դուրս եք նայեք։ Ինչքան կամուրջ կա, ինչքան էլեկտրակայան կա, ամբողջ երկիրը դուրս եք փողոցները, դեռ ռմբակոծի։ Սա ոչ թե նրա համար, որ պետք է Թրամփը վախենար, չռմբակոծեր, կամ սա իրան ասում են, որ սա լինելու է ռազմական հանցագործություն, Թրամփ, դու դառնում ես Նետանյահու, ռազմական հանցագործ, հա։ Ոչ թե սա անում էին, որ Թրամփը իրոք լիներ ռազմական հանցագործ նաև քաղաքացիներին սպանելու։ Չէ, քաղաքացիներին սպանելով ինքը ոչ մի բան չէր փոխում իր ստատուսի մեջ։ Այնինքն չէր կարող ասել, այ առանց քաղաքացի կարել էր, քաղաքացիներով չէ։ Սենց ինքը ռազմական հանցագործ է։ Սա ցույց է տալիս Իրանի ժողովուրդը, որ մենք մեր պետության տերն ենք։ Դու մեզ չես կարող ահաբեկես։ Հասկանում եք, իրանցիների ու հայերի տարբերությունը ո՞րն է։ Ցավոք եմ ասում։ Մենք պրոբլեմ, եթե շատ անհաղթել էլի, վերցնում ենք, տեղափոխվում ենք։ Կարանք Արցախ թողենք, կարանք Արևմտյան Հայաստան թողենք, հա։ Իրանցին այդ պրակտիկան չունի, այդ մարդիկ չգիտեն ինչ արտագաղթել է։ Սա պատմական առանձնահատկություն է, սա մեզ վիրավորելու համար չեմ ասել, մենք ստիպված ենք եղել դա անել։ Շատ ժամանակ իրանք էլ են մեզ տեղահանել, ասենք Նոջուղայի հային տարել են, ասենք Թավրիզի կողմերն են, հա, ասենք Նախիջևանից։ Դատարկել իրանց մտածել են Նախիջևանի առևտրականները լավն են, տալեն թող ընդեր դառնա առևտրական կենտրոն։ Եղել է այդ ամեն ինչը, հետո 1825 թվականին հետ են եկել այդ բանի պայմանագրով արդեն Ջուլիստանի։ Բիխոսկով ինչ եմ ուզում ասել։ Մենք որպես ազգ այս պրակտիկան ունենք, մենք հող ենք կորցրել, մենք գաղթի ոնց որ պրակտիկա ունենք, իրանք չունեն։ Այս ուրիշ մտածելակերպ է, լսեք ժողովուրդ ջան, իրանք ուրիշ խմորից են սարքած, էլի, բռն ուրիշ բան է։ Ու եթե դու չես ճանաչում դա, մտածում ես Թրամփն է, էլի, դա ինչ տարբերություն Իրանի եւ Իրաքի մեջ, երկուսն են մահմեդական են, առանց հասկանալ, որ իրանցիները մահմեդական էլ չեն, Իրանցիները մահմեդական չեն, հիմա կասեմ ո՞ց է։ Չէ էլի եղբայր։ Նո։ Իրանք այդ բանը իսլամը վերաձևեցին, սարքեցին իրանց ձևով։ Այնց կարգ են վերաձևել, որ ամբողջ մահմեդական աշխարհը իրաց չի ընդունում։ Այս շիա մահմեդականությունը սունիները չեն ընդունում։ Ասում են դուք ես ինչ արեցիք։ Այո, մահմեդականությունն իրանց սովորեցին։ Ճիշտ է, ջարդեցին իրանց արաբները, ստիպեցին, որ մահմեդական են։ Բայց մեկը, քանի որ իրանական մշակույթ ավելի խորքային էր, ավելի հիմն էր, արա այդ կրոններ սարքեցին իրանց ձևով։ Ոնց որ մեկի քրիստոնեությունը սարքել է։ Ձեզ է թվում մենք էլ քրիստոնյա ենք։ Չի լոմտես, բան։ Սենց քրիստոնյա գոյություն չունի։ Մատաղանող, կրակի վրա թրբռոցող, բան, բարթեվարանող քրիստոնյա չի լինում, Ջորջը, մենք արեք դուրս ենք այդ հարցերն։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այս կադրերը տեսնեն, սա ստիպեց, որ ամբողջ աշխարհը ասեր, արա։ Նայում են, չէ՞։ Ասում են ոնց։ Մեր մոտ գիտեն, որ պետք է ռմբակոծեն, մարդիկ փախնում են քաղաքից։ Իրանք պետք է գիտեն, որ պետք է ռմբակոծեն, գնում են հավաքվում են ատոմակայանի կողքերը։ Ես գիտեմ, որ անպայման լինելու են մարդիկ, ասեն, մոլաներն են ուղարկել։ Հետո լա լինելու։ Այս քանի միլիոնի ընտանիքներով լուրջ կգիտեք հանրապետականի միտինգներն, որ ավտոբուսներով տանեն։ Չի լինում սենց։ Իրանք գիտեն մի բան, իրանք կռվում են ոչ թե իրանք իշխանության համար, իրանք կռվում են իրանք ինքն իշխանության համար։ Ու այդ իշխանությունը, որ այսօր կա իրանք, լավնա, վատնա, դա հաստատ Էփստինի կոալիցիայից լավնա։ Ու հաստատ այսօրվա իրանք վիճակ ավելի լավնա, քան Իրաքի, Սիրիայի, իրանք կույր չեն, հավ չեն, տեսնում այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են։ Ու նորից եմ կրկնում, իրանք
պարտվելու պրակտիկա չունեն, հանձնվելու պրակտիկա չունեն, գաղթելու պրակտիկա չունեն։ Ինչ որ ասենք հրյան գիք ունի։ Բայց ռմբակոծում են, հեսա տեսեք Թել Ավիվը ոնց է դատարկվել։ Եվ չեմ ասում ինչքան արդեն դատարկվել։ Այն պարագայը, որ աշկելված է երկրից դուրս գա։ Սա ինքնաթիռ չի թռնում, նավերներ չեն հասցնում, բայց դատարկվում է։ Ինչի որտեղ հրյան այդ պրակտիկան ունի։ Հենց միտեղ մի բան լավ չի, ճամպրուկը վերցում ու ավելի տաք երկրներ։ Or wounding the equivalent of an entire classroom of children in Lebanon every single day. Ամեն օր մի դասարան երեխա է սպանում Իսրայելը Լիբանանում։ Ամեն Israeli օր strikes have killed at least 111 children, wounded 334 more in the last 2 weeks. մի շաբաթվա մեջ, այդ շաբաթվա մեջ 111 երեխա է սպանվել։ They renewed their campaign of aggression on Lebanon. That is a classroom of children every single day. Իսկ կոնկրետ թվերով ասեմ, ինչքան մարդ արդեն սպանվել է։ 1497 մարդ է սպանվել Լիբանանում։ 4600 վիրավոր։ 1,5 միլիոնից ավել արտագաղթած։ Լիբանանն է, սա Գազան չի, սա իր տարածքը չի։ Սա ցեղասպան պետություն է։ Ով ինչ ուզում է թող ասի։ Փաստ եմ ասում։ Դա չի իրենց սիրում են կամ չեն սիրում։ Փաստը, սա ցեղասպան պետություն է։ Ու իր ցեղասպանությունները, որտեղ որ հեշտ է իր ձեռքով է, որտեղ որ դժվար է, ամերիկացիների ձեռքով է։ Ինքո չէ կարա Սիրիա գրավեր, Իրաք գրավեր, Լիբիա գրավեր, Իրան գրավեր, չէ, դա պետք է անի։ Ո՞վ պետք է անի։ Սեմ ձեզան։ Իսկ նա վերադառնանք Հայաստան։ Թեր դիմաց դուրս։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե դիմաց դուրս գա։ Մի հատ մապտակ կուդամ կսեմ թոշակի չհասնիս։ Եղավ։ Լավ է, չէ։ Թոշակի չհասնիս։ Ինձ էլ աթվում մտես մի բան լինելու է, ինքը դժվար թոշակի հասնի։ Այո։ Այո։ Փաշինյանին անունը լսել չեմ ուզում։ Իմ մոտ մի ասեք, ինֆարկտ եմ ստանում, խնդրում եմ։ Adekvat մարդիկ են, չէ։ Այս տականքը նստած է, ոչ մի ապական չկա։ Այս տականքը ծախել է մեր երկը Հայաստանն էլ Արցախն էլ հետը։ Թուրքիայից փողեր է վերցնում բաժանումա, որ իրանք կաշին փրկի։ Էլ ինչ ասեմ։ Ես սկզբից ոչ պատմաբան էի, ոչ պոլիտիկ եմ, բայց ես ասում էի, որ սա Լևոնի գրուպայից է լավ բանի չի բերի։ Սխալը Սերժից է, որ դրան ազատեցին բանդից։ Բերդի չպետք է ազատեն, որ Հայաստանը այս կատաստրոֆայի տակ չգներ։ Ինչ հիշողություն ունի, չէ՞, տեսեք հələ որտեղից է հիշում կապը։ Բերդից ազատելը Լևոնի ժամանակից սկսած։ Իսկ մեր ժողովրդին անում եք դնում։ Ինչ ժողովրդին ասում եք ինքը հիշողություն չունի, ինքը լավը չի։ Չէ։ Ամեն Նիկոլի աջակից այդել ժողովուրդ չի։ Խնդրում եմ հաղորդել։ Ասեմ ավելի ինքը նույնիսկ մարդ չի, հա, ասա տենց ինչ ասում հաղորդել։ Որ ժողովրդի մեծ մասը այս տականքի դեմ է, դավաճան եկել է, դավաճան էլ գնում է։ Հայլուն խոսքեր։ Խարիզմատիկ տատիկա, չէ, պատկերացրեք հոգուն ինչքան է հասել այս մարդու։ Տելևիզորով ցույց կտա։ Ու վերջում ես տելևիզորով ցույց տա։ Այո, հայրիկ ջը։ Ոչ միայն տելևիզորով, այս ալիքով էլ են տեսնելու մարդիկ։ Մենք ստացենք։ Այո։ Բայց տեսնենք դա, թե դիտենք։ Իսկ վերջում ուզում տեսենք, նայ։ Շնորհակալ բոլոր մայրերին եւ քույրերին, ես սկզբից պետք է ասեի մոռացա։ Անահիտ Աստվածու օրն է։ Իմ համար շատ հարազատ անուն, իմ մոր անունն էլ Անահիտ։
գեղեցկության եւ մայրության պատղաբերության օրնը։ Տեսնում եք, հələ կապը նայեք։ Իմիջիալոց Անահիտը նաեւ այդ պարսիկ ժողովրդի համար ասում։ Ով էր ասում, հետո ասե որ մենք պարսիկ ժողովուրդ ենք, բարեկամ ժողովուրդ ենք։ Եթե չգիտեք, գոնե լռեք։ Գոնե լռեք։ Ապրիլի 7-ը ինչի օրն է։ Անահիտը պարսկական աստվածաբանության մեջ էլ աստված։ Շնորհավոր ու մեծերն է շնորհավորում ձեզ տիկնակ։ Հուսով եմ այս գեղեցիկ երգը YouTube-ը չի ալկել ապակի եւ դուք հիմա լսում եք Չքնաղ երգը Ռուբեն Մաթեոսյանի կատարմամբ Արնո Բաբաջանյանի երգը Ես քեզ համար գուցե շլավ են սարքել Դու ինձ համար երազմախում Սենտիմենտալ եմ, լավ եմ անում, սենտիմենտալ եմ, չէ, ոնց էր ասել Սենտիմենտալ եմ, լավ է, հայ եմ, то ձեր իշ գործնա, կամ մոտարպես բան եմ, կարող ճիշտ չեմ ասում Ես քեզ համար գուցե ոչինչ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ սիրել Որպես կյանքիս չքնաղ երազ Արեգակին պետք է հեռվից նայել Կայրի եթե շատ մոտենալ Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ Մամա սևակ ունենա, շարնաստավ Օմիտաս Տերյան ունենա, Ուիլյամ Սալոյան ունենա ու համել Նիկոլ Փաշինյան, ոնց է սա հնարավոր, ոնց է սա հնարավոր մի էսթետիկական դաշտում տեղավորել, մի արժեքային համակարգում խրացկել, եթե կուզեք, ոնց Ես հիմա շատ դժվարության, ինչպես վիրուսն է պատահական մտնում ազգի մեջ, մարդու մեջ, բայց եթե այդ ազգը մարդը իմունիտետ ունի և իր իմունիտետը շարժն է, կոմիտասն է, մեր մեծերն են, նշանակում այդ պատահական մտած վիրուսը ինքը վերանալու է, հենց օրգանիզմի առողջ բջիջների շնորհիվ Սա է բանազենը, որտեղ ցանկացած վիրուս, որ ընկնում օրգանիզմի մեջ, առողջ բջիջներն են, չէ՞, կլեկեկն են դրանում հիվանդ բջիջներին, եթե իհարկե առողջ բջիջները ավելի շատ են։ Հիմա Կերևան մեր մոտ առողջ Սալոյանի, Կոմիտասի, Շարմազանուդի, Տերյանի, Սևակի վրա էս դժդե այստեղ ամեն բջիջները, թե արդեն Նիկոլը հասցրել ամեն ինչ ուտի։ Իմ կարծիքով չի հասցրել, ինչ-որ մի բան կերել է, այսինքն կերել այն ինչ-որ ուտելու էր, իր ճաշակով էր էլի, մեռած կլետկեքը, առողջները չի հնարավոր չի ուտել։ Ընտրությունները հենց այսօր վաղն է, երեկեր, վաղ չեմ այսօրն է, ամսի 7 ընդամենը քվեարկության օրն է։ Մենք այս ընտրությունը պետք է ամեն օր կատարենք, ոչ միայն կատարենք, այս ընտրությունը ամեն օր պիտի պարտադրենք։ Մարդ իր երախում ոնց է, բանից օրվանց կմա ձև է, չէ, են ծնված օրվանից, սենց, պապուկ, ձևում է, չէ, մարդ է ձևում, նույն ձև, որտեղ ինքը ընտրել է, որ սենց պետք է լինի, ինքը սենց է գտնում, ճիշտ, սենց ձևում է երախում, եթե կարողանում է իհարկե։ Հիմա մենք պետք է ձևենք մեր հասարակությանը, պարտադրենք ինչ որ ճիշտ են գտնում, ինչ որ մենք տեսանք նոր Այն ինչ որ մենք ստացել ենք ժառանգություն, դա էլ պետք է փոխանցենք։ Ոչ մեկ մեզ չի կարող համոզի, որ մենք այս ամիջը ժառանգություն չենք ստացել, այլ գողացել ենք Եթովպիայից։ Իրանք որ ամբողջ կյանքները գողացել են, իրանք որ ամբողջ կյանքները կերծել են, իրենց թվում է
բոլորն են իրենց նման։ Դե եկեք կապացուցենք, որ չէ, որ մեծագույն մոլորության մեջ են։ Այսօրվա հայացքանը դա մնացեք։